Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy լրատվական նոտ հաղորդումը։ Մենք հպարտ ենք ողջունել ձեզ տարածաշրջանի ամենահայեցի տաղավարից։ Այսօր հոկտեմբերի 3-ն է, մի հիանալի չքնաղ օր Երևանում, մի հիանալի Արարատի տեսարան էր բացվել առավոտյան։ Հատուկ ես Ամերիկա հայերին ջիջիլ գցում։ Սուս մնաց զբոսաշրջությունն եմ զարգացնում, մի խոսքով դասական հոկտեմբերյան Երևանյան օր։ Այսօր խորքից բացահայտելու ենք ազգային ժողովի աշխատանքը, Հայկ Մարությանն է այստեղ տաղավարում, նենց որ բաց թողնել չկա։ Այնինչ մնաց կադրից դուրս կամ լսեցին քչերը, ինչու վարչապետը բարկացավ։ Ճիշտ է արդյոք, որ սուպերմամային մարմնավորած դերասանուհին աչք ունի Հայկ Մարությանի վրա։ Ֆիզիկայի օրենքների դաժան խախտում ԱԺ-ում, քվեարկություն ժողովրդի օգտին։ Գիգանտ հողաթափերը գրավում են Երևանը, խուճապ եւ քաոս։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Օրվա լուրերը ոտի վրա ու սկսենք պոզիտիվից։ Սփյուռքի նախարարությունը մեծացավ եւ դարձավ 6 տարեկան։ Ու նախարարը վարչապետին ակնարկում է, որ արդեն լավ մեծ են, իսկ իրեն սենյակը փոքր։ Հիմա նպատակը ցույցարն ինչ է։ Դե ու տեսնում եք Պայմանները շատ վատ են։ պայմանները լավ չեն։ Պայմանները վատ են, բայց լավ են։ Ոչինչ, մի քիչ էլ համբերեք, հեսա արտաքին գործերի նախարարությունը կամուսնանա կգնա Ռուսաստան, իր սենյակը կտանք ձեզ։ Ժողովուրդը մեծ ոգևորությամբ է ընդունել իր սրտով ինչ-որ բան անելու կոչը, բայց նաև զգուշավորությամբ բոլորը ուզում են վստահ լինել, որ ժողովրդի սրտով ինչ-որ բան անելը չի լինելու պարտադիր, բայց ոչ պարտադրված ձևերով։ Հյուսիսային Կորեայից գաղթած մի քանի պաշտոնյաներ հայտարարել են, որ Կիմ Չեն Ընը աստիճանաբար կորցնում է իշխանությունը երկրում։ Բռնապետի կյանքն էլ կյանք չէ, էլի 2 շաբաթ ոչ մեկին չես գնդակարում, արդեն մեջքիդ հետևից փսփսում են։ Հիմա ոնց չբռնի 200 հոգի գդակարի այդ մարդը։ Հայ ազգային կոնգրեսը հեռացրել է կուսակցության անդամներից մեկին պատահական լեզվի սայթաքման պատճառով։ Երիտասարդը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս խոսքի մեջ ասել է ոչ թե հիմնադիր նախագահ, այլ լեզուս չի պտտվում, ուղղակի նախագահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում կրոնի պատճառով կոնֆլիկտներ երբեք չեն եղել։ Միջազգային դիտորդները արձանագրեցին, որ այդ հայտարարությունից հետո Ալիևի քիթը 5 սանտիմետր երկարեց։ Հաճախ երբ նայում ես կինո կամ երաժշտական հետաքրքիր կլիպ, գալիս է մի պահ, որ ինչ-որ բարի, լուսավոր, ժողովրդի սրտով բան պետքա տեղի ունենա, Չու դժվար է մի 2 վայրկյան շուտ սեղմել է թանտերը։ Այսօր ունենք մի փոքր խորհրդարանական պիես 2 մասից, բան այն է, որ ազգային ժողով հյուրեր եկել կառավարությունը, իսկ դա նշանակում է։ Դա նշանակում է, որ падգամավորները պետքա մի փոքր կառավարության ներվերը ուտեն, հատկապես որ շրջանառության հարկի մասին օրենքը բողոքների ալիք է բարձրացրել։ ԲՀԿ падգամավոր Վահան Բաբայանը հարց տվեց վարչապետին։ Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում, որովհետև մարդիկ չեն ուզում այդ օրենքով աշխատել։ Եթե դա անհասկանալի է, ուրեմն ժողովրդի ճնշումը գնալով մեծանալու է, լինելու է լարվածություն, որը կարծում եմ ոչ մեկին էլ պետք չի մեր երկրում։ Ես բան չեմ ասում, բայց մարդիկ դժգոհ են։ Հիմա եթե չփոխենք, կարող է լարվածություն լինի, բայց ես բան չեմ ասում, ոչ մի բան։ Բայց ոնց որ ասում ես, հա։ Չէ, զուտ ենթադրում եմ, որ կարա մեծանա ճնշումը, ես բան չեմ ասում։ Խոսալու ոճը, ես չգիտեմ, դուք փողոցից եք բերել այս դալիճ, այն ժամանակ որ մենք աշխատում էինք, ես ազգային ժողովի նախագահ, դες ոչ չկար։ Պարոն Աբրամյան, ձեր ժամանակ ուրիշ էր։ Գնացել է այդ մշակույթը։ Տարակ։ Լավ, հիմա ինչ է լինելու օրենքի հետ։ Մարդիկ անհանգիստ են, որ խոշորներին էլի ձեռք չեք տա ու կընկնեք այդ փոքր ու միջինի հետևից։
Մենք գնալու ենք նստելու ենք խոշորների, ովքեր որ ապրանք են բաց թողելու ՓՄԶ-ին, եւ այնտեղ ենք մենք ստուգելու փաստաթղթավորում կա թե չկա, ոչ թե գնալու ենք հարցնենք կա կամ չկա։ Իհարկե օրենքի պահանջն է դա որ գնանք հարցնենք, բայց մենք սկզբից սկսելու ենք խոշորներից։ Այսինքն օրենքը ոնց որ պահանջում է, բայց դա այդքան խիստ չեն լինի։ Դա ոնց որ երբ են տեսախցիկները փողոցում դրեցին, դրել են կոպիտ ու վտանգավոր խախտումներ բռնելու համար։ Ճիշտ է, կարան ամեն մանր մունր բան նկարեն տուգանեն, չգիտեմ, մեքենան, որ գիծը մի փոքր տենց հատել է, բայց դες բան չեն անում։ Այսինքն հիմա ինչ է լինելու։ Եթե հասկանանք ամեն ինչ նորմալ է, ձեր ասացի պես է, ստուգումներ կլինեն, այդ մեր ասածները կստուգվի, եթե դա այդպես է, նոր օրենսդրություն կմցրի ազգային ժողով, որը կփոխի ամեն ինչ։ Իդեալական պրաբորով մարդը ուզում ասի, որ կառավարությունը հաշվի առնելու ցուցարարների պահանջները։ Դե լավ է, բայց ինչի օրենքը ընդունելուց առաջ չեն լինում այդ անտեր քննարկումները։ Ինչ են ընդունում, հետո նոր արագ-արագ սկսում ինչ-որ բան քննարկել։ Ճիշտ է, հենա Հեղինե Բիշարանն էլ էր դրանից զարացած։ Քննարկում են կատարել խմբակցություններով ազգային ժողովի նախագահի մոտ, որից հետո պահանջեցինք, որպեսզի կառավարության ներկայացուցիչները գան եւ միասնական քննարկում կատարենք։ Դե լավ է որ պահանջեցիք, բայց ավելի շուտ պետք է լիներ այդ պահանջը։ Փաստորեն կառավարությունը դիտավորյալ թաքցրել է այդ ամենը ընդդիմությունից, ու դե այլընտրանքից, ու դե օյեկը ինչ է, ու դե օյեկից։ Մենք այս օրենքի մինչև ընդունումը բազմաթիվ քննարկումներ ենք արել։ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությամբ Քննարկել են փաստորեն։ Դե գուցե այն ժամանակ ոչ ոք չէր խորացել, որ ՓՄԶ-ի դուրը կարա չգա, հարկ իջեցնելը, հա, սյուրա մի քիչ ընչում, բայց ոչ ոք չէր խորացել։ Դե իսկ հիմա առևտրականները ոնց որ սենց հստակ ասեցին իրենց մտավախությունները, բոլորը միանգամից մտահոգվեցին։ Սա կդառնա հերթական պահանջներից մեկը։ Տեսակ 13-րդ պահանջն էլ գտնվեց, ապրի ժողովուրդը ընդդիմության աշխատանքը ընդդիմությունից լավ անում։ Լսի, բայց վարչապետը Բաբայանի հարցից մի քիչ շատ չէր ջղայնացել։ Ինչ ես դու ուզում։ Կամ ինչ ես արել միջև որ մատել ուզում ես, հա, ուզել եմ, ինչ ես ուզել։ Ինչը բա։ Արա հերիկա սուտից խոսակ։ Չի կարելի սուտ խոսալը գնալ առաջ։ Դու ինչ որ լարվածություն զգացիր։ Գիտես, ես ինչ-որ լարվածություն զգացի։ Տեսնես ինչը կարող է լինել պատճառը։ Ես ձեզ երկու անգամ նաև ասել եմ իմ կարծիքը ձեր Facebook-ային էջերում գրած անհիմն սուտ ինֆորմացիաների մասին եւ ես երիտասարդ եք, ես ուզում եմ ձեզ հորդորեմ, որ լինեք անաչառ։ Փաստորեն բոլորի Facebook-ը տենց ուշադիր կարդում են այժմ։ Բա իհարկե, ես վստահ եմ հենց այս պահին 131 պատգամավորից 120-ը Facebook-ում նստած էր։ Իսկ այժմ մուգ դեղին վերնագրերի ժամանակն է։ Օրեր.am կայքում sense մի դժվար Մարսելի վերնագիր կար։ Սամվել Ալեքսայանը կմիանա ընդդիմությանը։ Նա համարձակվել է դեմ քվեարկել օրինագծերից մեկին։ Ու ինչ միանալու է Դե ընդդիմությանը։ sense ոնց որ կարդում ես, հետո պարզվում է որ չէ, չի միանալու, ուղղակի մի քանի անգամ խրամատից բացակայել է, բայց դա նախքան այն ճառն էր, նենց որ ինքը դեռ չգիտեր որ դա խրամատն է։ Նորմալ է։ Լավ, լրագիր AM այսպիսի վերնագիր է տեղադրել, Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմ։ Ոնց, երբ։ Դե տենց պատերազմ չի սկսվել, հոդված ավելի շատ ներքին ինչ-որ խմորումների մասին է, բայց պատերազմ բառը գիտես, լավ քլիքաբեր է։ Լավ, իսկ ինչու են տանկի նկար դրել։ Որովհետև եթե կա պատերազմ ու տանկ, դա միանգամից երրակի քլիքաբեր է։ Լավ, սպիտակամորտ Ամերիկուհին ունեցել է սևամորտ երեխա։ Ռեպլիկայում այսպես մի հատ բան են կարդում ու խորանում ենք բարձումա ինչ, այո, տենց բան ա եղել, կինը ինչ որ տենց երեխա ունեցել։ Հիմա եթե ցիտեմ դասականներին եւ այո, եւ էլի այոն դասականներից, այստեղ փորձում ես հասկանալ ում է հետաքրքրում Հայաստանում, ում է ուղված այս լուրը, ով չգիտեմ, ում աշխարհը շուռ կգա, երբ ինքը կարդա, Ամերիկայում ինչ որ մեկը սևամորտ երեխա է ունեցել։ Միակ բացատրությունը որ պետք է փորձեն ինչ-որ ցրվել քաղաքականությունից։ Հա, ու լավագույն ձևը դա ուղղակի sense գնալ տեսնել Ամերիկայում էլով է, տենց ոչ ստանդարտ ձևով սև երեխա ունեցել։ Լավ, եւ վերջում Սլակ AM-ը տեղադրել է այսպիսի վերնագիր. Վաղար Շաբրամյանը բջջային հերախոս է նվիրել տիկնոջը, ում պատկանող սեղանիկը ջարդ ու փշուր էր արել։ Դե սա այդքան դեղին չի, հարցականով է։ Դա այստեղ այդքան հա դեղին չի, բայց սա դրած էր կարևոր իրադարձություններ բաժնում։ Սա երկրի ամենակարևոր իրադարձությունն էր։
Քաղաքական երկիծանքի միակ հերոստաշոու Arm Comedy։ Իսկ հիմա լուրեր ազգային ժողովից։ Այո, ներկայացման երկրորդ մասը։ Այժմ իշխանական падգամավորների կողմից հնչել է արտահայտություն, որ դեռ երբեք չէր հնչել։ Իշխանության կողմից չէր հնչել։ Սերյան Սարոյան, խնդրեմ։ Պարոն նախագահ, արեք ես մի անգամ էլ մի քննարկեք։ Արեք ես էլ ժողովրդի սրտով անենք։ Ես տենում եմ սաղից մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով էլ ինչ է քննարկելու այդքան։ Բերեք ոնց կար դες թողենք մարդիկ այդան աշխատեն։ Էլ ինչ է քննարկելու, ասեք դրամ ինչ պիտի խաբեք ժողովրդին։ Քվեարկել ժողովրդի սրտով, ուզում եք խախտվի ամբողջ փխրուն մշակութային բալանսը երկրում։ Ես պատկերացնում եմ ժողովուրդը ինչ ապրումների մեջ էր այդ պահին ժողովուրդ։ Իմ սրտով քվեարկելը ո՞րն է։ Էս որտեղ են ուզում ինձ գցեն։ Ոչ միտեղ Ժողով ջան, շատ անկեղծ մղում ա ոնց որ ուզում առևտրականների կյանքը թեթևացնել։ Սենց բան կյանքում չէր եղել, չգիտեմ էլ ոնց արձագանքեմ։ Ձեր ցավը տանեմ երևի։ Եվ սա դեռ ամենը չէ։ Գեներալը լուրջ տղամարդկային լարերի կպավ իր ճառում։ Բերեք ագրաս սաղից նստացանք, տղամարդավար մի հատ քվեարկենք, որ այդ չանցավետորենքը բրծսրեք։ Մի հատ էլ լմի 10 օր պիտի քննարկենք, մի 20 օր պիտի քվեարկենք։ Այո, սենց անհարմար, անելանելի ու բարոյահոգեբանական ընկճախտի եզրին դրեց իր գործընկերներին գեներալը։ Մի հիանալի գեներալ։ Բայց ԱԺ խոսնակը ուներ իր մոտեցումը։ Մեղք է ժողովուրդ, բերեք քվեարկենք սաղից տղամարդավար։ Քաղաքական կարծիքները տրամաբանական են, բայց ես ավելի հակված եմ մասնագիտական կարծիքներ լսել։ Դե որովհետև տրամաբանությունը ինքնին ներվերից ազդում է։ Իսկ մասնագետները լավ պատրաստված մարդիկ են, լավ։ Մի քիչ խճճում է, բայց պատմությունը ոնց որ Պետք չի խճճվել, այդ մարդը նաև ընդմիջման ամեն ինչ բացատրեց։ Ուղղակի այդ վաճառականների ցույցերը լուրջ վնասել են մեր երկրի իմիջին։ Երեք Հունաստանի պրեզիդենտը եկել, սենց բաներ պետք է դինար։ Սենց բան Հունաստան շատ կա, այդ խեղճ եկել մտում հանգստանալ, եկավ տեսավ նույն Հունաստանի վիճակներից թե։ Իրոք հարամ արեցին Հունաստանի նախագահի հանգիստը։ գեներալը նաև պաշտպանեց գործընկերներին, որոնք ոնց որ լավ մղումներ ունեին օրենքում։ Այս օրենքը վատ բան չեն ասում, ասում են, որ այդ ստվերը կորի, որ ասենք ստվերային այս տնտեսությունը վերանա։ Ուղղակի դե հիմա արդյունքում դա ժողովրդի սրտով բան չի ստացվում։ Եվ ինչպես դա հաճախ լինում է, խոսքը հասավ խոշոր գործարարներին, Որոնք այդ պահին կողքի դիվանին անուշ են անում միրգը։ մի կապեք Ալեքսանյանին ինչ կա, նոր թեզակեսիվա պիտի արստանա, ամեն ինչ ունի այդ մարդն, ինչ եղավ որ թուղ չտա։ Խեղճ մարդը հաց էր ուտում, հանգիստ թողեք։ Բայց լրագրողները հանգիստ թողնել չունեն։ Ու բարձրացրեցին գումարային հարցեր։ Այդ մարդուն էլ սա փող պետք չի։ Ուրիշ բան նոր սկսնյակ եղեր, սա փողի կարիք ունի։ Սա փող պետք չի։ Դե ինչու եք ամաչացնում մարդում։ Նախ դե փողել կա, այն 1000 դրամանոցները հաստատ պետք չեն։ Հանգիստ թողեք այդ մարդուն, վայ գնացեք բիզնեսմեններին հարցեր տվեք։ Պարոն Ալեքսանյան, դժգոհում եմ, որ դուք փաստաթուղթ չեք տալիս։ Ճիշտ են ասում։ Ով ասում որ չենք տալի։ Չէ, սխալ պատասխան։ Ճիշտ պատասխանը մենք բիզնես չունենք որ տանք։ Ախր այդքան կրկնել ենք այդ հարցը միասին։ Լավ, հոբ հերիքա լարել իրավիճակը ինչ որ ամփոփում ունի մեր դիվանագետը։ Ես չէ, բայց Պաբլո Պիկասոին անհարմար աստիճանի նման падգամավորը լրագրողներին բացատրեց ինչը ինչ է, ու որը որից հետո է։ Չի կարելի արդեն ասել, վախենում են, դրանք մի քիչ ուրիշ խոսակցությունն է, վախենալ չկա, ժողովուրդը ոչ մեկից չի վախենում։ Հիմա դուք պրովոկացիոն հարցեր եք տալի այս մարդուն, դրա համար ինքը իրավունք ունի նաև պատասխանի։ Այդպես էլ եղավ, Ալեքսանյանը օգտվեց իր սահմանադրական հարցերին չպատասխանելու իրավունքից։ Այսինքն օգտվեց Պիկասոին անհանգստացնող աստիճանի նման падգամավորի խորհրդից։ Բայց մեր հետ զրույցներում ասում են, բացայից չեն ասում։ Դե ուրեմն մենք էլ հավես չունենք այսքանը։ Նա խեղճ մարդու հաց ուտելն էլ հարամ արեցին։ Գոնե սպասեիք մի քիչ ուտեր նոր։ Չկա այդ մշակույթը, Նարեկ ջան, չկա, տարան դա։ Մենք ունենք վատ լուր Երևանյան այն կանաչ մեգաթիթեռների էնտուզիաստների համար։ Նրանք մոդայից դուրս են գալիս, բայց խուճապ չկա, դրա մասին ունենք առանձին ռեպորտաժ, որը պատրաստել է Էրատոն։ Մեր հարազատ, հինավուրց Երևանյան թիթեռները վտանգված են, նրանց փոխարինման են եկել արվեստի նոր գլուխգործոցներ, գիգանտ հողաթափեր։ Որոշեցինք պարզել, թե որքանով են քաղաքացիները մտահոգված այս անհասկանալի ծախսով։ Չեք գտնում, որ սա անիմաստ բյուջեի վատնում է։ Չէ, շատ լավ է, բայց ինչ է խանգարում։ Իհարկե ոչ, գեղեցիկ։ Ոչ, ինչու՞ դե սիրունություն է, դե կտես կա էլի։
կամաց սկսեցի հասկանալ, թե ինչու է նրանց դուր գալիս հողաթափի գաղափարը։ Բայց կային ոմանք, որոնք բավականին դեմ էին։ Ասում է մեր քաղաքին այս հողաթափերը ձեր։ Չէ, մեր հայերը մի քիչ չեն էլի ցավը տանեն։ Զգում ես։ Բայց շուտով պարզվեց, որ իրականում նա այդքան էլ դեմ չէ։ Իրանց որ դուր է գալի, ինձ էլ է դուր գալի։ Բայց կար նաև հողաթափերի նկատմամբ անտարբեր զանգված։ Իսկ ես դուր է գալիս այս հողաթափը։ Ոչ։ Իհարկե նաև լոյալ քաղաքացիներ։ Չեք ուզենա օրինակ ուրիշ բան տեսնել դրա փոխարեն։ Կուզենայինք։ Օրինակ։ Պահիկներ էլի։ Իսկ օրինակ որ սենց սպիտակ նիվանիներ քարերով զարդարված կամ չէ։ Այո։ Հա, չէ։ Այո։ Կային նաև ծայրահեղ քյարդ երիտասարդներ, որոնք հրաժարվեցին պատասխանել եւ սպառնալիքներ հնչեցրին։ Հա՞։ Բան ինչ եք ուզում ինձ։ Մի նկարի ապր։ Ի վերջո ստիպված ենք արձանագրել թիթեռների աշնանային միգրացիա։ Լավ, ինձ անկեղծ հետաքրքիր է, ինչպես են ծնվում այդ մտքերը։ Ուղղակի ասես բռնենք ու հողաթափ տեղադրենք, հա։ Եթե մենք ունենանք բացառիկ կադրեր քաղաքապետարանի, չգիտեմ, ժողովից, brainstorm-ից, մտագրոհից ոնց են այդ որոշումը ընդունում։ Եվ ունենք այդ կադրերը։ Իսկ եթե բռնենք ու մեծ տապշկա դնենք քաղաքում, լավն է, չէ։ Թույն։ Դեսանք եք ասել։ Իսկ այսօր մեր հյուրն է սիրված դերասան Հայկ Մարությանը, ում հետ կխոսանք նոր ֆիլմից, որը կոչվում է Սուպերմամա, բայց սկզբում ամենակարևոր հարցը ով է այդ վստահ քայլվածքով կինը, աղջիկը։ Իհարկե ունենք որոշ ենթադրություններ, բայց կուզենանք դες մի հատ վերջնական ճշտենք, էլի։ Ասում ենք որ աչք ունի։ Իրոք ծիծաղս գալիս է, որովհետև մենք մտածում ենք, որ մարդիկ միանգամից կընկալեն, կբռնեն կամ կերևա դա որ դա ես եմ, բայց փորձը ցույց տվեց, որ շատ շատերը չճանաչեցին։ Ասում էի, հետո կտամփողը։ Այդ 1000 ժամ հետո ստիպված նոր արշավ մի փոքրիկ սկսեցինք, գովազդային, որպեսզի մարդկանց որ կոչվում է տես, իրազեկենք, որ այդ տես Հայկն է։ Լավ, իսկ որն է այս ֆիլմի սենց ինչ-որ խայծը, արդյոք այնտեղ կան ինչ-որ պայթյուններ եւ Գառնի Գեղարդ։ Ասեմ, բավականին գլխավոր բաներից մեկը գործողություններով շատ լի է, հագեցված է ինքը ու իհարկե նաև ամենահետաքրքիր բանից մեկը հենց այդ կերպարանափոխությունն է, որ տղամարդը կին է դառնում, նա ֆիլմի մեջ էլ է խաղում կին, հա, ոչ թե բան, այլ ինքը։ Օ, մի պատմի, այդ նյուանսները մի պատմի, թող բացահայտենք, հա։ Դա է եւ այդքան է երևի։ Իդեպ Facebook-ում բավականին հետաքրքիր է։ Facebook-ում երբ դու տեղադրել էիր ֆիլմի պաստառը, Facebook-ը ուզում էր քո կին կերպարին թեգ անել որպես Նազենի Հովանեսյան։ Առաջարկում էր Facebook-ը այդպես թեգ անել։ Ես նաև այլ անուններ եմ շատ-շատերը գրում էին նաև Ալա Լևոնյան, Սատիկ Սեյրանյան եւ այլն։ Ֆիլմում Գարիկն էլ է խաղում, Գարիկի կերպարը ինչպեսին է, արդյոք ինչ-որ պահի ինքն էլ է կերպարն է փոխվում։ Գարիկի կերպարը բացական կերպար է խաղում, Գարիկը շատ հետաքրքիր եւ շատ ծիծաղալի է ստացվել։ Այսինքն այն ինչ մենք պատկերացնում էինք, հələ մեր պատկերացել արդեն մի որոշ չափով ավելել ստացել է Գարիկը, ինչի համար շատ գոհ ենք եւ շնորհակալ ենք իրեն, որ մեր ֆիլմը դարձել է այն, ինչ որ պետք է լինի, կուզենայի նաեւ նշեի, սա ոչ թե ոնց ռադի պրիլիչ է, դրա համար չէ, այլ իրոք բոլոր դերասանները սուպեր կերպով կատարել են իրենց միսիան, այսինքն մենք այն կերպարները, որը կան, մենք հենց այդպես էինք պատկերացնում, կերպարներ կան, ուղղակի մեր պատկերացրածից իրոք ավելի լավ են ստացվել։ Մենք շատ գոհ ենք այդ մասով։ Շնորհակալ եմ բոլոր դերասաններին, որ բավականին աշխատել են, տանջվել են։ Մենք էլ ենք պատրաստում շնորհակալ ենք եւ մի հատ էլ հարց ինչ որտեղ կարդացի, որ այնտեղ համել Հայաստանն է գեղեցիկ ներկայացվում, ինչ որ տենց տեսարժանոտ այդ որ մասերն է։ Դիլիջանի կողմերն է, թեկուզ եւ Երևանի շատ փողոցներ կտորներ, շատ երկար աշխատել ենք այդ ուղղությամբ, որ
կադրում շատ լավ է լինում։ Այսինքն ուղղակի որ նայում եք, թեկուզ Երևանի փողոցներին, թեկուզ այդ մեր բնությունը չեմ ուզում որ ասեմ վատ կստացի, բայց շատ ավելի լավն է, քան իրականում։ Հա, բայց միևնույնն է, մենք այդպեսին ենք, մենք սենցել ենք սիրում թե մեր Երևանը, թե Հայաստանը, Դիլիջանը եւ բոլոր վայրերը, բայց ֆիլմի մեջ ավելի է սիրում։ Ինչ հետաքրքիր է այդ կերպարանափոխության պահը, երբ պետքա կին հայ կլիներ, ինչքան էր տևում գրիմը։ Գրիմը տևում էր 2 ժամ։ Քանի կիլոգրամ էր շերտը գրիմի։ Կշռվել ես առաջ իրոք շատ էր, մենք անգամ մեր դիմաարդերը շատ զարմացած էր, ասում եմ ոչ մի ֆիլմի մոտավորապես 2-ից 3 անգամ ավելի շատ գնաց, քան ուրիշ ֆիլմերի համար ինքը նախատեսում է։ Դե իսկ արդյունքը մենք կտեսնենք հոկտեմբերի 8-ից Հայաստանի բոլոր 3 կինոթատրոններում մեզ հետ էր Հայկ Մարությանը, մերսի, նորից։ Ձեզ շնորհակալ հրավերի համար։ Դե այսօրվա Armcomin-ն էլ ոնց որ այսքանն էր։ Վերջում դիտենք վիդեոբոց։ Այս ինչ կոշկի մշկ եք խաղում, այս ինչ տարբերակ աշխատանքի, այս ես մուլտիկներ եք նայել չեմ հասկանում, այս ինչ է սա նշանակում, ինչ է սա, իջեք ներքև, выходи пол-литрус, այ չեմ հասկանում։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Չէ, զուտ նախադեպը լավն էր, որ ուզում են ժողովրդի սրտով ինչ որ բան քվեարկեն։ Հա, այս մեկը չանցավ, բայց կարող է 2 շաբաթ հետո մի հատ ուրիշ օրենք ժողովրդի սրտով անել։ Այդքան իրար վրա պետք չի, ժողովրդի սիրտն էլ չի դիմանա։